իրականում հնում գրաստ ասելով ինակատում եմ ձին, էշը, եզը ինչի համար են ստեղծված մարդուն ծառայելու համար, հա? Հիմա ձի, էշ, ես չի վիշպանենք, չի օգտագործում, տրակտոր ենք օգտագործում կամ ինչ-որ բան կամ հող մշակելու համար։ Եվ այդ ամբողջը մենք ի բարին պիտի օգտագործենք։ Եվ ընդհանուր մի սկզբունք կա։ Երբ է մեքենան, տունը, ունեցվածքը մարդուն օգտակար։ Երբ որ այդ ամբողջը տունը, մեքենան կամ ունեցվածքը իրեն ավելի է ծառայում, քան ինքն է նրան ծառայում։ Սա ընդհանուր սկզբունք։ Եթե դու մեքենա ես գնել եւ այնքան փող ես ծախսում այդ մեքենայի վրա, հա, շատ փող ես ծախսում կամ ճոխության համար ես։ Երբ ընդհանուր մեքենան ավելի ձեռնտու է, քան էժան մեքենան, որովհետեւ էժան մեքենան դու առնում ես կրակն ես ընկնում, հա։ Բայց եթե այդ մեքենան կամ այդ տունը կամ այնպիսի մի տուն ես անում, մի դղյակ ես առնում, գիշեր ցերեկ պետք է դու խնամք տանես, մաքրես, մի 10 մարդ էլ պետք է վարձես, որ այդ տունը աղա մաքրեն, հա, չկոտրվի, չփչանա, հա, դուրս եկավ դա այդ տունը քեզ չծառայեց, դու իրեն սկսեցիր ծառայել։ Եվ ամենակարևորը ունեցվածքի այդ անհագ ձգտումը վտանգավոր է, հա։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, այո, մենք չափավոր կարող ենք ունենալ մեր կարիքների հոգալու համար, թե տուն, թե իհարկե ժամանակ մեքենա չկար, անհրաժեշտ իրեր։ Բայց դրանք պետք է սկզբունք ունենանք։ Դրանք են մենք ծառայում, թե մենք ենք իրենց ծառայում։ Եթե մենք չափնացեցինք, անցանք ու սկսում ենք մենք իրենց ծառայել, ոչ թե իրենք մեզ ծառայել, ուրեմն մենք հեռացնենք, վտարենք, չափավորի մեջ լինենք, հա։ Ճիշտ ասած, հիմիկվա դարը տանում է դրան, որ մարդը ավելի ձգտում է, այնքան ժամանակ արագացել է եւ անելիքը շատացել է, որ մենք օրինակից որ հարցին ասում են, մեկը ամբողջ օրը խցանումներ են քաղաքում, ինչ կարևոր է, թե դու ինչ ավտոյով ես քշում այդ խցանումները, 06-ով ես, թե Toyota-ով ես, մեկը խցանում է մեջ ես էլի։ Ինչ տարբերություն թե ինչ մեկինը, կամ հիմա այնքան կայանելու տեղ էլ չկա։ Շատ են իմանում, դու ինչ մեքենայով եկար գործի, մեկը չես կարողանում կայան, ավտոտ կայանելու տեղ գտնես, ես իմ տեղ կանգնեցնում ես, ոտքով գնում ես էլի։ Այսինքն որ նայում ես էլի, տեսնում ես, որ ավելի լավ է ինքը քեզ ծառայի, քան թե դու իրեն։ Սա ընդհանուր սկզբունք է։